Սիրելի ֆուտբոլիստներն շարունակում է խաղային երեկոն, քիչ առաջ Յուվենտուսը կարողացավ 4-2 հաշվով հաղթել Լեռնային Արցախին, հիմա այսօրվա երկրորդ հանդիպումն է մեկնարկում, որտեղ միմյանց հետ մրցում են Չելսին եւ Կադիսը, կրկին շատ հետաքրքիր դիմակայություն, խաղը մեկնարկած է մեզ մոտ, մաղթում եմ բոլորիս բարի դիտում եւ հիմա անցնենք թիմերի հայտարարություններին, ասեմ Չելսիից Չելսի դարպասում է համար 1 Էրիկ Պողոսյանը, համար 6 Նովա Խալապյան, համար 7 Գրիշա Գրիգորյան, համար 8 Ժորա Հակոբյան, համար 9 Գեորգի Իսրայելյան, համար 10 թիմի ավագ Ժիրայր Պապիկյան, համար 11 Արսեն Ասատրյան, համար 17 Էրիկ Հարությունյան, Սամբատ Պողոսյան, համար 23 Ալեքսանդր Նալբանդյան, համար 77 Տիգրան Չուխաջյան եւ համար 99 Վլադիմիր Հալավերդյան։ Կադիս դարպասում է համար 1 Տրթատ Ասերյանը, համար 3 Վարազդատ Դուրգարյան, համար 4 Հայկ Ռևոնձյան, համար 9 Նարեկ Մակարյան, համար 17 Գերամ Խաչատրյան, համար 22 Ռոբերտ Մարության, համար 23 Ռուբիկ Ջուլակյան, համար 27 Կարեն Շիրխանյան եւ համար 80 Ռոբերտ Ֆիդանյան, խաղի մրցավարն է Վագն Ապիլյանը, այսքանը պաշտոնական մասով, Չելսին է փորձում իր առաջին գրով կազմակերպել այս խաղում։ Ժիրոդիմավ, հենց մեկնարկում շատ կոպիտ խաղթման գնաց Ռուբիկ Ջուլակյանը Սմբատ Պողոսյանի հետ պայքարում և միանգամից առաջին րոպեին դեղին քարտը գրպանից հանում է խաղի մրցավարը կանգնեց Պողոսյանը տեսնենք ստանդարտը Չելսի Սուլիչը կա, Նալբանդյան Փափուկ փոխանցում Ասերյանը որսած գնդակը Եվ իմ այլ փորձում է Կադիսը իր առաջին գրով կազմակերպել Խաչատրյան Ֆիդանյանի հետ խաղարկեց գնդակը, անցումը չստացվեց Ռոբերտ Ֆիդանյանի և վերջինս էլ խաղթեց խաղի կանոնները Նալբանդյան խանցում առաջ Շալավերդյան պաշտպանվեցին այլ Ջուլակյանը և իմ այլ նետվում է Կադիսը գրոյի Խաչատրյան ընթացքից հարված շատ վտանգավոր էր եղամ Խաչատրյանի հարվածը առաջին հարվածը կա այս խաղի Խաչատրյանը շեղ հարվածեց Ակտիվ են մեկնարկել երկու թիմերն են հանդիպումը Եվ իմ այլ Դուրգարյանն է սխալվում Ալավերդյան հարված Առաջին դիպուկ հարվածը տեսանք այս խաղում և առաջին սեյվը Տրթատ Ասերյանի Սխալվեց պաշտպանությունում Վարազդատ Դուրգարյանը Հարկված է անկյունայինը Նալբանդյան երվից կրակոց բարձր էր Նալբանդյանի հարվածը Չելսին 14 խաղ է անցկացրել այս մրցաշարում և 23 միավորով
8-րդ հորիզոնականն է զբաղեցնում այս պահին, իսկ Կադիսը Ինքան խաղից 20 միավորով արդեն 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում, որովհետև Յուվենտուսը հաղթեց Արցախին եւ բարձրացավ 3-րդ հորիզոնական։ Ստում ենք Շարային աղյուսակի վերևի հատվածը շատ թեժ պայքար է ընթանում քանի թիմերի մեջ Շիրխանյան շարժվում է առաջ Պողոսյանն է լավ գործում պաշտպանությունում եւ անցնում է Արագրոյի Չելսին Պողոսյան տեսնենք լավ նկատեց այնտեղ Պապիկյանին աջ եզրում առաջ շարժվող բայց չասավ գնդակը Ժիրայր Պապիկյանին ի վերջո Լակյան երկար փոխանցում Խաչատրյան վտանգավոր էր Պողոսյանն է վերցնում գնդակը Չուխաջյան Չելսին է նորից անցել գրոյի Չուխաջյան ձախ եզրում առաջ էր շարժվում այնտեղ Պողոսյանը բայց Կենտրոն փոխանցեց գնդակը Չուխաջյանը Պողոսյան խանկեր է փնտրում Պողոսյանը լավ խաղարկումներ կրկին Պողոսյան այս անգամ էլ չանցավ Պողոսյանի փոխանցումը Դանյան Խաչատրյան վտանգավոր էր Պայլուն անցավ պաշտպանությունը Չելսին Նալբանդյան սլանում է առաջ Ժիրայր Պապիկյան լավ անցում Ալավերդյան Պապիկյան ոչ Հևոնզյանն է գնդակը հեռացնում այստեղ Գրիգորյան Սպալվեց Գրիգորյան այստեղ Իդանյանն է նետվում գրոյի Իդանյան վտանգավոր էր Պողոսյան շարունակվում է Անալ գնդակով Չելսին Ալավերդյան ոչ Պապիկյանն էր այնտեղ Պողոսյան Հիմա Ալավերդյան շրջադարձ արված եւ դարպասածողն է փրկում Կադիսին Առաջին լուրջ հնարավորությունը այս խաղում տեսանք Վլադիմիր Ալավերդյանը արված կատարեց ընթացքից եւ ուղղայած դարպասածողն է այստեղ օգնության գալիս Տրթատ Ասրյանին այլ կարող ենք տեսնել պատասխանը Կադիսի Մակարյան վտանգավոր է փրկում է այստեղ հիմա էլ Գրիշա Գրիգորյանը իր թիմին Տեսնենք անկյունայինը Կադիսի Դա կերացված է և կարող է հակագրոյել այստեղ Չելսին Պողոսյանն է մենակ Պողոսյան Անցումը չստացվեց Սամբատ Պողոսյանին Փայլուն պաշտպանվեց այնտեղ Ռուբիկ Ջուլակյանը
էլ հակառակ ուղղությամբ կտեսնենք անկյունային հարված։ Բայց հանդիսի փոփոխություններից հետո կլինի անկյունայինը։ Ապիկյան Անցում նորից Ալավերդյան, նորից ընթացքից հարված, բայց այս անգամ բարձր է հարվածում Վլադիմիր Ալավերդյանը։ Պաշտպանների թիկունքից դուրս եկավ Ալավերդյանը և հարվածեց։ Պապիկյան անցումը շստացվեց։ Լավ գործեց Խաչատրյանը, Շիրխանյան արված։ Նալբանդյանից դուրս եկավ գնդակը։ Պայքարեց նրա հետ Ալեքսանդր Նալբանդյանը և փակեց հարվածի ճանապարհը Կարեն Շիրխանյանի անկյունային։ Կարեն Շիրխանյան ցածրից փոխանցում, նորից գնդակը հեռացված է։ Արկված է անկյունայինը, Շիրխանյան, ցածրից փոխանցում Խաչատրյանը, չկարողացավ ֆիքսել գնդակը։ Պիկյանի մայլ կարող է արագ գրոհել Չելսին, բայց Մարությանն է լավ գործում։ Դաշտի կենտրոնում։ Ալավերդյան լավ փոխանցում Պապիկյանի ուղղությամբ։ Եվ հարված կլինի Տրթատ Ասերյանի պաշտպանած դարպասից։ Ասերյան երկար փոխանցում Խաչատրյանի ուղղությամբ։ Ալբանդյան փոխեց գրոհի եզրը։ Եզրերը շատ ակտիվ են տեսնում են Չելսին։ Էլ Գրիգորյանն է շտապում։ Փոփոխություններ տեղի ունեցան Չելսիի կազմում։ Առաջին կեսի միջնամասն է արդեն մեզ մոտ 0-ներ են լուսապարտակին, բայց հանդիպում է ընթանում խաղադաշտում։ Լավ փոխանցումներ Չելսիից Ալավերդյան բարձր է հարվածը։ Երրորդ փորձը արդեն Ալավերդյանի այս խաղում։ Դանյան փոխում է գրոհի եզրը, լավ նկատեց այստեղ Ռոբերտ Մարությանին։
Ի վերջո Իսրայելյանը խլում է գնդակը Ռոբերտ Մարությանից։ Քորյան լավ խաղարկումներ Ասատրյան։ Քորյան նորից սխալվում է փոխանցում կատարելիս Գրիշա Գրիգորյանը Շիրխանյան լավ անցում Շիրխանյան ուղիղ Պողոսյանին ձեռքերի մեջ գնդակը ուղարկեց Կարեն Շիրխանյանը Ռից կադիսն է անցել գրոյ Ֆիդանյան ներվից է փորձում շատ վտանգավոր էր Ռոբերտ Ֆիդանյանի արվածը Կրակի հետ են հիմա խաղում Չելսիի ֆուտբոլիստները պաշտպանությունում ինչ է կատարվում Եվ ազատ հարված կարծես թե Նորից Գրիգորյանը պաշտպանությունում ինչ-որ հեծանիվ հորինեց Տեսնենք այս ստանդարտը Կադիսի Ռոբերտ Ֆիդանյանն է գնդակը վերցրել Սավարի սուլի չկա Ռոբերտ Ֆիդանյան փոխանցում Մարության ցածրից հարվածը փակեցին շարունակում է Կադիսի գրող Շիրխանյան արված անդրադարձ եղավ եւ անկյունային Հարկված է անկյունայինը ցածրից փոխանցում Եվ հարված տարկասից կլինի Սունյան փորձում է խլել գնդակը նրանից Ռոբերտ Ֆիդանյանը, բայց Մարությունյանը հենց ինքը տվեց գնդակը այնտեղ Կադիսին Խանյանն է մել խլում գնդակը լավ փոխանցում Խաչատրյանը արվածը փակված է Ֆիդանյան Երեք ֆուտբոլիստներ են նրա դիմաց խլեցին ի վերջո նրանից գնդակը Բայց համար պայքարում փորձում է խլել նորից գնդակը Ռոբերտ Ֆիդանյանը Շփոթ է այստեղ և խախտում Սամբատ Պողոսյանի կողմից Շիրխանյան Փայլուն փոխանցում Ջուլակյան ոչ Ռևոնզյանն էր այնտեղ եւ հիմա կարող է հակագրել Չելսին Պողոսյան կենտրոնում ազատվեց Ասատրյանը բայց փոխանցումը չանցավ ի վերջո Սմբատ Պողոսյանի
Հարությունյան լավ նկատեց Իսրայելյանին, բայց լավ չմշակեց այստեղ գնդակը Գյորգի Իսրայելյանը։ Աչատյանին հիմա այլ ասավ գնդակը, Աչատյան երկրորդ հարվածը շատ վտանգավոր էր, հանդրադարձ եղավ այնտեղ, ակյունային Չելսի դարպասին, շիցնեմ վերջին 5 րոպեն մնաց առաջին կեսի ավարտին, դեռ մեզ մոտ հաշիվը բացված չէ, Շիրխանյան Ից գնդակը հեռացված է Շարունակվում է Ադիսը գրոհել Մակարյան Ղևոնդյան Մակարյան առնաշփոթ իրավիճակ է եւ Ասատյանը խլում գնդակը այստեղ էլ բայց տարավ նրա ոտքից գնդակը Ռոբերտ Ֆիդանյանը այստեղ էլ Ջուլակյանն է սխալվում Իսրայելյանը սխալվեց Ֆիդանյան տարավ աչ գնդակը հարվածեցի վերջո եւ անկյունային նորից Փոխություններ կատարվեցին Չելսի կազմում Օսյանը բռունցքներով հեռացրեց եւ հիմա կարող է հակագրոհել Չելսին Նալբանդյան լավ փոխանցում Գրիգորյանի ուղղությամբ դուրս եկավ իր տեղից Ասելյանը բայց նրան եկավ օգնությամբ այստեղ Ռուբիկ ՋուլակյանըԻց ակտիվացան երկու թիմերը Իսրայելյան Փոխանցում կրկին Ջուլակյանն հեռացնում գնդակը եւ աչի եզրով սլանում է առաջ Ռոբերտ Ֆիդանյան, բայց շատ առաջ թողեց գնդակը Ռոբերտ Ֆիդանյանը նրա ուժերը այդտեղ չբավականացրեցին Հակոբյանից խլեցին գնդակը, Շիրխանյան իր սխալը շտկեց, այստեղ Ժոռը Հակոբյանը Բախում Ասատյան փափուկ փոխանցում Նալբանդյանի ուղղությամբ Նալբանդյան Գրիգորյան վտանգավոր կարող է լինել եւ հեռացված է նորից Հակոբյան սխալ դուրս եկավ իր տեղից կարող է հակագրոհել այստեղ Գադիսը Ֆիդանյանը հարված եւ բարձր է հարվածում Ռոբերտ Ֆիդանյանը Նորից փոփոխություններ երկու թիմերի կազմերում Բանձյան Արջևում տեսավ Իսրայելյանին Չնիս հարվածներ շեղ ընթացած վերջո Կա ժամանակը ավարտվում է Ստեփանյան, հիմա Ստեփանյանն է արվածում
Սյանս հանգման գնաց Չուխաջյանը խառնաշփոթ է Գարյանն է իմ այլ ընկել այքարում են այցի վերջո մեծ գնդակը Ռոբերտ Մարությանը Սուլեց մրցավարը ոչինչ չի ավելացնում այս խաղակեսի համար առաջին կեսն ավարտված է 0-ներ են մեզ մոտ ընդմիջում կվերադառնանք մի քանի րոպեից Բարեկամներ վերադարձանք երկրորդ կեսը մեկնարկեց մեզ մոտ եւ առաջին կեսից հետո գոլեր չկան, բայց երկու թիմերն էլ շատ ակտիվ էին առաջին կեսում, փորձեցին արդյունքի հասնել ամենավտանգավոր պահը առաջին կեսում Դիմիր Ալավերդյանի Սկից կատարած հարվածներ, որտեղ ուղղայած դարպասաձողը փրկեց Կադիսին, ինչևէ տեսնենք երկրորդ խաղակեսը ինչպես կընթանա եւ հիմա արագ վերհիշենք թիմերի հայտարարությունները Չելսի դարպասապանն է Էրիկ Պողոսյանը, Վովա Խալապյան, Գրիշա Գրիգորյան, Ժոռ Հակոբյան, Գյորգի Իսրայելյան, Ժիրայր Պապիկյան, Արսեն Ասատրյան, Էրիկ Հարությունյան, Հարութ Ստեփանյան, Սմբա Պողոսյան, Ալեքսանդր Նալբանդյան, Տիգրան Չուխաջյան եւ Վլադիմիր Ալավերդյան։ Հադիս դարպասում է Տրթատ Ասերյանը, Ազդա Դուրգարյան, Այգ Ղևոնդյան, Նարեկ Մակարյան, Գեղամ Խաչատրյան, Ռոբերտ Մարության, Կարեն Շիրխանյան եւ Ռուբիկ Ջուլակյան եւ Ռոբերտ Ֆիդանյան, Կարի մրցավարն է Վահագն Ակուրյանը։ Այսքանը պաշտոնական մասով տեսնենք Ադիսն է գրոհում Մարության հարվածում առաջին հարվածը տեսանք արդեն երկրորդ խաղակեսի Ալավերդյան գրոհի է նետում Պապիկյանին, Ժիրայր Պապիկյան դեռ տեսնում ենք այսօր այն ակտիվությունը չունի Չելսի ավակը, հիմա էլ արագ գրոհի է անցնում Կադիսը Մակարյան Բուլգարյանի հետ լավ խաղարկեցին, գնդակը Շիրխանյան, անցումը չստացվեց Կարեն Շիրխանյանի Ասերյան ճնշեց այստեղ նրան Պապիկյանը, բայց կարողացավ խլելի վերջո գնդակը Avrez. Robert. Ֆիդանյան տավ կենտրոն թողեց գնդակը Շիրխանյանին Շիրխանյան փայլում փոխանցում Դուրգարյանի ուղղությամբ Արվածը լավը չէր Ադիսի ավակի Շարունակվում է գնդակով մնալ այստեղ Կադիսը Մարության Լեցին նրանից գնդակը կարող է արագ հարկագրել Չելսին Ալբանդյան Զարքեզրում տեսավ ի վերջո Պողոսյանին Սմբատ Պողոսյան Պողոսյան տարավ աչ գնդակը Պողոսյան Ալավերդյան Երկար է գնդակը խաղարկում Չելսին Ալբանդյան Նալբանդյան ծացրից փոխանցում Եվ եզրային նետումը Կադիսինն է Խախտում է կաները Կարեն Շիրխանյանը
Ստերվից արված է այստեղից լինելու Ալավերդյանը այս գնդակը սնենք Ձիմիր Ալավերդյան արված Լակյանն է գնդակը հեռացնում լեզ գնդակը կրկին Ալավերդյան անցում է չանցավ Ալավերդյանի Պապիկյան վտանգավոր էր Խանյանին իմ այլ գծեցին և այստեղ էլ կոպիտ խախտում է կատարում Ալեքսանդր Նալբանդյանը բարձրացավ դժվարությամբ Կարեն Շիրխանյանը և հիմա էլ ստանդարտ է վաստակել Կադիսը Ռոբերտ Ֆիդանյանն է կատարում Ֆիդանյան ուղի խարված պատին դիպավ գնդակը Խախտում Ալավերդյանի կողմից, հրեց թիկունքից Ֆիդանյան, հերվից կրակոց Լիպուկ չեր նորից Ռոբերտ Ֆիդանյանի հարվածը Հենց նա է Ադիսի լավագույն ռմբարկուն 8 գնդակ է հեղինակել այս մրցաշարում Ռոբերտ Ֆիդանյանը Ալբանդյան խորքից փոխանցում նորից Պողոսյանի ուղղությամբ և այստեղ էլ բաց ոտքով էր կարծես թե Ռուբիկ Ջուլակյանի խախտումը նա Բերին քարտունի պետք է զգուշանա Այս անգամ կարծես թե Նալբանդյանն է արվածելու Ցավարի սուլի չկա Նալբանդյան արվածը պատին էր և անկյունային Խաղակված է անկյունայինը Խալապյան Համակում է Չելսի գրո Պողոսյան մտավ կենտրոն Պողոսյան փափուկ փոխանցումը Չանցավ և հիմա կարող է հակագրոհել Կադիսը Խաչատրյան Եվ փայլուն պաշտպանվեց այստեղ էլ Ֆիդանյանի դեմ Ալեքսանդր Նալբանդյանը
10 րոպե էլ անցավ։ Երկրորդ խաղակեսից դեռ տեսնում ենք գոլեր չկան։ Հել, անասվոր, հել։ Ապրես։ Բայլուն դուրս եկավ պաշտպանությունից Կադիսը, բայց սխալվում է Ֆիդանյանը, Պողոսյան, լավ խաղարկումներ գցեցին Պողոսյանին։ Փոխություն Չելսիի կազմում։ Երկրորդ փորձը Տուգանայինից Վլադիմիր Ալավերդյանի տեսնենք։ Սուլի չկա։ Ալավերդյան ընկնելով հարվածեց։ Սրանքան փոքր անաջող ստացվեց նրա հարվածը։ Մայլ Կադիսյանցը գրոյի Շիրխանյան վտանգավոր է փոխանցում և հիմա թույլ է արվածը այստեղ Խաչատրյանի շատ վտանգավոր էր։ Պատասխանը Չելսի հիմա էլ տեսնենք։ Ալբանզյան Հալապյան, լավ նկատեց կենտրոնում Գրիգորյանին, Փայլուն ացում Գրիգորյան վտանգավոր էր նորից։ Ուսում է դուրս գալ այստեղ էլ պաշտպանությունից Կադիսը։ Ֆիդանյան մտավ կենտրոն, լավ փոխանցում Շիրխանյան պետք է գրավել դարպասը և այդպես էլ անում է Կարեն Շիրխանյան, հանդիպման հաշիվը բացված է 1-0։ Կարեն Շիրխանյան 1-0 հանդիպման հաշիվը բացված է ի վերջո, սիրելի ֆուտբոլասերներ, երկրորդ խաղակեսի միջնամասում կարողացավ Փայլուն գրո կազմակերպել Կադիսը և Կարեն Շիրխանյանն է դառնում գոլհեղինակ մեզ մոտ։ Ում է 6-րդ գնդակը Շիրխանյանը, Իրանյանն էլ դարձավ ասիստի հեղինակ և հիմա հետապնդողի դերում է հայտնվում այս խաղում։ Չելսին տեսնենք նրանք ինչպես կարձագանք են այս գոլին։ Իսրայելյան փոխանցում Ալավերդյան երվից արված։ Լակյան լավ նկատեց Մարությանին։ Կին Մարության տանգավոր կարող է լինել այստեղ։
Հակափորձի մի փոքր այս րոպեների ընթացքում հանգստացնել հանդիպում Ռադիսը և իմ կարծիքով նրանք երկրորդ համարով կգործեն, տեսնենք Չելսին հիմա ինչ կառաջարկի, Նալբանդյան փափուկ փոխանցում Ալավերդյան արված, թույլ էր արվածը Ալավերդյանի, բայց նորից նշենք Նալբանդյանի փայլուն փոխանցումը որդից։ Խաջյան, Իսրայելյան, Կրակի հետ խաղաց այստեղ Իսրայելյանը և խախտեց Հայ կանոնները։ Եվ զգուշացվում է դեղին քարտով։ Մենք հիմա այս ստանդարտը, այս անգամ Կարեն Շիրխանյանն է վերցրել գնդակը։ Սավարի սուլի չկա, Շիրխանյան, ցածրից սարված, գնդակը հեռացված է։ Ֆիդանյանն է այլ խլում գնդակը, Ֆիդանյան արված, փրկում է իր թիմին, Պողոսյանը երկրորդ փայլուն սեյվ է Էրիկ Պողոսյանից, փայլուն էր այստեղ էլ ընկավ Գեղամ Խաչատրյանը, բայց ոչինչ չկա, շարունակվում է հանդիպումը։ Փայլուն սեյվ տեսանք Էրիկ Պողոսյանի կատարմամբ, շարունակվում է Կադիսի գրոհը։ Ֆիդանյան Անցում տուգանային հրապարակ Շիրխանյանը ընթացքից արվածը բարձր էր։ Թե այս հաշվով ավարտի հանդիպումը Կադիսը կամ հաղթի, նորից կբարձրանան նրանք երրորդ հորիզոնական, բայց վաղ է խոսել հաղթանակի մասին։ Քին Կադիսն է անցել գրոհի Ֆիդանյան, տեսնենք Ֆիդանյան, անկյունային է միայն վաստակում այստեղ Ռոբերտ Ֆիդանյանը։ Հարկված է անկյունայինը, Շիրխանյան, փորձ նորից երվից, Պողոսյանն է փրկում իր թիմին։ Շարունակվում է Կադիսի գրոհ, Ֆիդանյան վտանգավոր էր նորից։ Պողոսյանն է վերցնում գնդակը։ Մենք հիմա էլ Չելսի գրոհ, Պապիկյան, դուրս եկավ իր տեղից Ասերյանը, վտանգավոր է Իսրայելյան, հարված և գոլ, հավասարեցնում է հանդիպան արշիվը Չելսին, Գյորգի Իսրայելյան 1-1։ Գյորգի Իսրայելյան 1-1 հավասար է արշիվը Կրթատ Ասերյանի դուրս գալը ի վերջո իր տեղից ճակատագրական դարձավ և Գյորգի Իսրայելյանը գլխի արվածով գրավեց Ասերյանի դարպասը, արշիվը հավասար է նորից
Իսրայելյան կրկին նետվել է գրոյի Չելսին, հեռացված է գնդակը, Շիրխանյան, Խաչատրյան, աչ, եզվում է Մակարյանը ընթացքից արված, պակեցին արվածը, Տուրիս գնա։ Եվ հիմա դադար է վերցնում խաղի մրցավարը, վնասվածք է ստացել Ազդատ Դուլգարյանը, վերջին 5 րոպեները այս խաղի շվարությամբ կանգնեց Դուլգարյանը և փոխարինվեց Շարունակվում է հանդիպումը Խանյանից խլեցին գնդակը Ալավերդյան Սերյանն է իմ այլ գնդակը հեռացնում Շիրխանյան, անցավ փոխանցումը Շիրխանյանի, Իսրայելյան հերվից արված, շատ վտանգավոր էր Գյորգի Իսրայելյանի արվածը, հարակի մահացել է գրոյի Կադիսը, երկար փոխանցում Շիրխանյանից, վտանգավոր կարող էր լինել, եթե Մարությանը կարողանար լավ մշակել գնդակը, իմ այլ արագ փորձում է գրոյել Չելսին, Ալբանցյան փոխանցում, որսած գնդակ Ասերյանը արագ գրոյ է նետում իր թիմակիցներին Ֆիդանյան, շեղեր արվածը, փոխություններ նորից Չելսի կազմում, այլևս փոփոխության հնարավորություն չունի Կադիսը այս խաղում Ֆիդանյան Կադիսն է նետվում գրոյի վտանգավոր է Խաչատրյան արվածը բարձր էր Գեղամ Խաչատրյանի ու թիմերն էլ արժանի են այսօր որ վաստակելու ոչ ոքին ամենաարդյունավետ ելքը կլինի Շիրխանյան գցեցին նրան և 11 մետրանոց Բերիկ Պողոսյանը խաղթում է նրա դեմ հայկանները դեղին քարտ վաստակեց, բայց ի վերջո կդիտի վերջին դրվագը խաղի մրցավարը տեսնենք նրա որոշումը կփոփոխվի թե ոչ Եվ հիմա տեսնենք ինչ տեղ ունեցավ այստեղ, նորից դեղին քարտ
Ինչ պատահեց, 11 մետրանոց նշանակված չէ։ Անյանը կարծես թե սիմուլյացիայի համար ուշացվեց այնտեղ։ Ձերքով խաղ Վերձյանի կողմից։ Շին րոպեն այս խաղի Շիրխանյան նորից գցեցին խաղտում, այս անգամ խաղտում կար։ Արված վերջաբան։ Տեսնենք, Շիրխանյան ցածրից արվածը փակեցին, այնտեղ փոխանցում էր պահանջում Ջուլակյանը, ազատ էր կենտրոնում, բայց հարվածեց ի վերջո Շիրխանյանը, Պապիկյանն է, խաղտումը արագ հարված է գնդակը, վտանգավոր է Ղևոնդյան, փրկում է Պողոսյանը իր թիմին և վերջ խաղն ավարտված է այսքանով, Չելսի և Կադիս խաղում ոչ ոքի է գրանցվում, 1-1 հաշիվ, մեկ միավոր են երկու թիմերն էլ այս խաղում վաստակում, հետաքրքիր հանդիպում ստացվեց, այսքանն ենք պատրաստել ձեզ համար սիրելի ֆուտբոլասերներ, բարի գիշեր և ամենայն բարիք։